Բարերեկո հարգելի բարեկամներ, սկսում ենք հայկական վերածնունդի կողմից պատրաստված մեր հերթական հաղորդումը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական վերածնունդը դա քաղաքացիական շարժում է, մենք չենք ղեկավարվում որևէ անհատի կողմից, որոշումները կայացվում են կոլեգիալ եւ մենք ինքնաֆինանսավորման միջոցով ենք հոգում մեր ֆինանսական ծախսերը մեր անդամների եւ աջակիցների կողմից։ Մենք չենք հովանավորվում կամ ֆինանսական որևէ աջակցություն չենք ստանում ոչ Միացյալ Նահանգների կառավարությունից, ոչ Հայաստանի կառավարությունից, ոչ որևէ հայկական կուսակցությունից կամ ուրիշ կազմակերպությունից։ Եվ այդպես մեր բոլոր մասնաճյուղերը մնացած 9 երկրներում, որ ունենք, նրանք էլ նույնպես ոչ մի աջակցություն չեն ստանում իրենց տեղական կառավարություններից կամ ուրիշ կուսակցություններից։ Մենք այսպես շարունակում ենք աշխատել որպես քաղաքացիական շարժում, անկախ բոլորից։ Բարեկամներ, մի սկսենք հայտարարություններով, մենք ամսի 29-ին այստեղ Լոս Անջելեսում անցկացրեցինք Skype-ով ժողով եւ միացանք Երևան Ժիրայր Սեֆիլյանի հետ, մոտ 60 հոգի ներկա էր, մոտ 2 ժամ տևեց, բավականին սուր հարցեր քննարկվեցին, ոչ մի հարց չթողվեց առանց պատասխան եւ այդ մեր հանդիպման առաջին մասը արդեն մեր YouTube-ի ալիքի վրա է, դուք կարող եք այնտեղ տեսնել, իսկ երկրորդ մասը կլինի մոտարապես երկուշաբթի օրը։ Բացի դրանից մենք Տորոնտոյում անցկացրեցինք մայիսի 31-ին մի հատ գիտաժողով, որի մասին բազմիցս ասել էինք եւ բավականին մեծ հաջողությամբ անցավ այդ գիտաժողովը, այնքան հաջողությամբ, որ նույնիսկ ուրիշ քաղաքները դիմեցին նույն գիտաժողովը կրկնել եւ այդպես ընտրվեց Մոնրեալը եւ հունիսի 7-ին նույն գիտաժողովը նույն կազմով պիտի տեղափոխվի Մոնրեալ եւ այնտեղ արդեն անցկացնեն գիտաժողով Մոնրեալի հայ համայնքի համար։ Հայկական վերածնունդը այդպես Տորոնտոյի բավականին զբաղված է եւ բավականին հետաքրքիր աշխատանքներ է կատարում։ Բացի դրանից հունիսի 19-ին Մոսկվայում կունենանք Հայաստանի կոտրվող Որնաշարը փաստավարարական ֆիլմի ցուցադրումը եւ որի ներկա կլինի հայկական բնապահպանական ճակատից Եղիա Ներսիսյանը, որը ինչպես գիտեք նաև նախախորհրդարանի անդամ է եւ հիմա արդեն ինքնա առաջադրվել է հիմնադիր խորհրդարանի որպես անդամ լինելու, ընտրվելու։ Սա մեր հայտարարություններն են եւ հիմա անցնենք մեր բուն թեմային այսօրվա։ Երկու թեմա եմ ուզում դες ներկայացնել։ Մեկը Սփյուռքահայերի նոր տեսակի այցելությունները Հայաստան։ Մենք սրա մասին շատ ենք խոսել եւ բոլորին փորձում ենք համոզել, որ բազմապես զբոսաշրջիկի կարգավիճակով այլևս չի կարելի Հայաստան գնալ, տանտիրոջ կարգավիճակով պետք է գնաք եւ սրտացավ տանտիրոջ, պիտի գնաք ոչ միայն ձևարջանակ այնտեղ, նաեւ մոտենաք գյուղերին, քաղաքների ակտիվիստներին եւ ծանոթանաք իսկապես իրավիճակի հետ եւ դրա հիման վրա որոշեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը։ Մենք դա անում ենք, վաղուց ենք անում, բայց ամեն անգամ պետք է ուշադրություն դարձնենք եւ ձեզ օրինակներով ծառայենք այդ օրինակներով, որ դուք իսկապես ոցավառվեք այդ մտքերով եւ այդպես այս ամառը եթե պատրաստվում եք գնաք, այդպես գնաք։ Օրինակ մեր հայկական վերածնունդի մի քանի անդամներ հիմա Հայաստանում են եւ ես ուզում եմ այս նյութը ձեզ ներկայացնեմ։ Այս նյութը նկարագրվել է Հայաստանում, նախախորհրդարանի լրատվական կենտրոնում իրենք ունեն ազատագրում հաղորդաշարը, որը վարում է ժամանակավորապես, քանի նա Երևանում է, մեր անդամներից մեկը Սյուզան Պետրոսյանը, եւ այս անգամ իր հյուրն է նորից հայկական վերածնունդի անդամ Վազգեն Հովսեփյանը։ Նրանք արդեն մի քանի ամիս է ընդեղ են եւ Վազգենը բավականին գյուղեր, քաղաքներ, Արցախ, Սյունիք, տարբեր տեղեր այցելելով ազատամարտիկների ընտանիքներ, ինքը լինելով ազատամարտիկ, բավականին լավ ծանոթացել է իրավիճակին եւ իր խոսքը արդեն որ ասում է, նա իր փորձից է արդեն խոսում եւ ես ուզում եմ այդ հարցազրույցը ձեզ ներկայացնեմ։ Եվ այսպես հայկական վերածնունդի անդամ Սյուզան Պետրոսյանի հյուրն է հայկական վերածնունդի անդամ Վազգեն Հովսեփյանը։ Խնդրեմ։ Ողջույն, դուք դիտում եք ազատագրում հաղորդաշարը, որը պատրաստվել եւ թողարկվում է նախախորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնության կողմից։
Մեր հաղորդաշարի շրջանակներում մենք նաև ներկայացնելու ենք սփյուռքահայերի, ովքեր գտնվում են Հայաստանում եւ պայքարում են մեր ակտիվիստների կողքին, նաև մասնակցում են տարբեր շարժումներին։ Եվ այսօր ուզում եմ ուրախությամբ ներկայացնել ազատամարտիկ եւ նաև հայկական վերածնունդ Լոս Անջելեսի անդամ Վազգեն Հովսեփյանին։ Բարև Վազգեն, շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ ես։ Խնդրում եմ մի փոքր ներկայացնես քեզ, որտեղ ես ծնվել եւ քանի տարի է դրսում ես դու գտնվում եւ ապրում Հայաստանից դուրս։ Ծնողներս իրանահայ են, ծնվել եմ Իրանում, 70 թվին ներգաղթել ենք Հայաստան, ապրել ենք Վանաձոր քաղաքում, սովորել եմ Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում, ծառայել եմ ռուսական բանակում, որից հետո էլ վերադառնալուց հետո Վանաձոր առաջին ջոկատում մասնակցել եմ Հայաստանի սահմանների պաշտպանմանը, մասնակցել ենք Ղարաբաղյան պատերազմներին, Վանաձոր առաջին ջոկատում գուգարք գումարտակում, որից հետո էլ 94 թվականին մեկնել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դու նաև այսօր հայկական վերածնունդ Լոս Անջելեսի անդամ ես։ Կպատմես Հայաստանից տեղափոխվելուց հետո դեպի Միացյալ Նահանգներ, ինչպես եղավ, որ նորից դու սկսեցիր հետաքրքրվել Հայաստանի հարցերով եւ ինչ կարեւորություն ունի հենց քո համար հայկական վերածնունդ շարժումը։ Սփյուռքում միավորելու հայ երիտասարդներին ինֆորմացիա տրամադրել Հայաստանի այսօրվա կատարվող իրավիճակի մասին, հնարավորություն տալու իրենց մասնակցելու, ասենք, հայրենիքի հետ կապված ծրագրերի իրականացնելու, իրանց կարծիքները, մտքերը ազատ արտահայտելու, որը որ մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել։ Հիմա կարծես մի քիչ արդեն կա այդ աշխուժությունը, գալիս են, հետաքրքրվում են, մասնակցում են, իրանց հետաքրքիր է իմանալու այսօր ամեն ինչ կապված Հայաստանի հետ։ Հայկական վերածնունդ կազմակերպությունը միակն էր, որ կարողացավ հավաքել իր շուրջը այն երիտասարդներին, ովքեր իսկապես սրտի ցավով հետևում են ամեն քայլի Հայաստանում կատարվող իրադարձություններին, ուզում են մասնակցել, օգնել։ Երբ որ նայում ենք մեր այսօրվա հանրապետությունը, մենք արդյոք կարողացանք լիարժեք անկախություն ձեռք բերել 20 տարի առաջ։ Պիտի ասեմ, որ մենք հավատում էինք այդ անկախությանը, պայքարել ենք այդ անկախության համար, բայց քանի որ այդ դրսի ուժերը կարողացան ներսից մեր անկախության վրա ազդել, այսինքն մենք գաղութացված վիճակից մի պահ ունեցանք այդ անկախությունը ու նորից անցանք այդ նորից գաղութացված այդ վիճակին, որտեղ մենք չունեցանք Հայաստանին հավատարիմ ծառայող ղեկավարություն, մենք միշտ ունեցել ենք դրսից նշանակված ղեկավարներ, ովքեր չեն հետապնդել Հայաստանի շահերը, նրանք կատարել են ուղղակի հրամաններ եւ ոչ մի անկախ պետությունում չի պատահում, որ օտար ազգի բանակը մանավանդ ասենք տվյալ անկախ պետության բյուջեից սնվելով տեղակայվի տվյալ երկրում։ Անկախության մասին իհարկե շատ կարելի է երկար խոսալ, մենք այսօր անկախ չենք
եւ շատ գաղութներ կան, բայց այս իրավիճակում չեն հայտնվել երբեք, այսինքն Հայաստանի վիճակը ծայրահեղ վիճակ է։ Այստեղ ոչ ոք ոչ մի բան չի որոշում։ Ամեն ինչ որոշված է։ Ամեն ինչ որոշված է մեզ համար որոշված է, ու այս ծրագրերը հերթականությամբ իրականացվում է Հայաստանում։ Կարող ես ավելի կոնկրետ օրինակներ տալ, որ մարդկանց համար ավելի պարզ լինի, ինչի մասին է խոսքը։ Հայաստանում ուրեմն արհեստականորեն ստեղծվել է մարդկանց համար ֆինանսական, կենցաղային, տարբեր տեսակի խնդիրներ արհեստականորեն ստեղծվել են, որի պատճառով էլ բանկերից վերցնում են վարկեր։ Ինձ թվում է, որ ասենք այս միջոցով Հայաստանը վարկերի միջոցով վաճառվում է։ Եվ ուշադրություն եմ դարձրել, որ այդ վարկ բաժանող բանկերն էլ հայկական բանկեր չեն հիմնականում։ Այսօր դու գտնվում ես Հայաստանում, տարբերվում ես մնացած սփյուռքահայերից։ Ինչով ես զբաղվում եւ քո կարծիքով ամենակարևոր խնդիրները որոնք են Հայաստանում։ Ամենաառաջնային խնդիրը Հայաստանում դա Հայաստանի անկախության հարցն է։ Հայաստանը ինքը ունի բոլոր այդ տվյալները, հնարավորությունը, որ անկախ պետություն, հզոր անկախ Հայաստան լինելու այդ հնարավորությունն ունի։ Սփյուռքի դերը շատ մեծ է Հայաստանի անկախության մեջ, պետքա փոխանակ ասենք այդ գումարներ տրամադրելու տարբեր տարվա մեջ մի քանի անգամ այդ տարբեր ծրագրեր են իրականացվում Սփյուռքում, գումարներ են հավաքում օգնության տեսքով, պիտի ասեմ, որ Հայաստանը այդ օգնության կարիքը չունի։ Այդ ֆինանսները իրանց նպատակին չեն ծառայում։ Մարդիկ պետք է անձամբ գան այստեղ, եթե ցանկություն ունեն տեղում աշխատատեղ բացեն։ Եվ իրականում իրենց սիրտը ցավում է Հայաստանի համար։ Իրականում եթե իրենց սիրտը ցավում է Հայաստանի համար, կան Հայաստանում մի 5 տեղ աշխատատեղ բացեն, 5 հոգի աշխատի։ Այդ ավելի մեծ օգնություն է, քան ասենք միլիոններով գումարը գալիս ու արդյունք չկա։ Չենք տեսնում։ Եվ հետևողական չեն։ Հետևողական չեն, որովհետև իրանք այդ ամեն ինչը անում են իրանց որոշ պատասխանատվությունից, հայրենիքի հանդեպ ունեցած որոշ պատասխանատվությունից ազատվելու համար։ Ամեն մի հայ, ով զգում է, ասենք ինքը հայ է, գենետիկորեն էս հողը ջուրը զգում է, պարտավոր է գա այստեղ մի քանի ամիս մնա, ուսումնասիրի, տեսնի ինչ է կատարվում իր երկրում ու ինչով է կարող օգնի։ Ես նախկինում էլի նշել եմ, որ հայ մարդը չպետք է գա իր երկիրը որպես տուրիստ, որովհետև հայ մարդը գալիս է իր տուն։ Իմ օրինակով կասեմ, որ ես Հայաստանում ինձ տուրիստի նման չեմ զգում, ես իմ տունն է, ես կարող եմ ցանկացած հայ մարդու դուր թաքեմ, ասեմ, ես եկել եմ։ Դու նշեցիր մի քանի խնդիրներ, որ կան Հայաստանում, եւ դու այսօր այստեղ ես գտնելու դրանց լուծումները։ Այ ինչով է զբաղված Հայաստանում դու այսօր, շատերին կհետաքրքրի։ Նպատակը Հայաստան գալու հենց այս ուսումնասիրություններ, որ ես կարողացա անեմ, մոտիկից ծանոթանալու մարդկանց այսօրվա իրավիճակին, զբաղվել եմ մի, ասենք, գործով, այցելել եմ ազատամարտիկների որոշ շրջաններում, որոշ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հետ եմ ծանոթացել իրանց օրվա, ասենք, խնդիրների հետ։ Իմ հիմնական նպատակն էր, որ կարողանամ ստեղծեմ մի աշխատանքի տեսքով, ոչ թե օգնության, որ կարողանան, ասենք, ազատամարտիկները իրանք աշխատեն իրանց օրվա հացը։ Այսինքն այդ օգնությունը մի տեսակ ինչ-որ տեղ վիրավորական էլ է։ Մենք պետք է գնահատենք մեր հերոսներին, ովքեր կռվեցին ու հաղթեցին, եւ պետք է նշեմ, որ երբ հայ ազգը զենք է վերցրել, ինքը ունեցել է հզոր բանակ ու հաղթել է։ Բոլոր պատերազմներում, երբ կռվել ենք, մենք հաղթել ենք։
Մեր պետությունը ոչ միայն հոգ չի տանում մեր ազատամարտիկների մասին, այլ նաև ունենք այսօր ազատամարտիկներ, ովքեր քաղբանտարկյալ են, ինչպես Վալոդիա Ավետիսյանը եւ Շանթ Հարությունյանը։ Ինչ կասես այս թեմայի մասին։ Պետք է նշեմ, որ նորմալ դեմոկրատական ազատ անկախ երկրներում քաղբանտարկյալներ չեն լինում։ Այսինքն մարդը ազատ իր խոսքը բողոքը արտահայտելու համար չի բանտարկվում։ Իսկ այսօր Հայաստանում մարդիկ կարող են բանտարկվեն, իրանց կարող են մեղադրեն, սուտ ցուցմունքներով հիմքեր ընդունեն, չգիտես ինչեր ներկայացնեն մարդուն բանտարկելու համար։ Դրա համար էլ մենք խոսում ենք անկախությունից, իսկ այսօրվա մեր քաղբանտարկյալների ազատելու համար պետք է մենք բոլորս միասին պայքարենք, պահանջենք, որպեսզի նրանք ազատվեն, որովհետև նրանք տանում էին այդ ազատության, անկախության գաղափարը եւ այդ ազատության ու անկախության գաղափարը տարածելու, այդ մասին խոսելու համար պատճառով իրանք այսօր հայտնվել են բանտում։ Տենց խոսքը ասում, «Տուր ինձ հերոսիդ, կասեմ ով ես դու»։ Մեր հերոսներին այսօր բանտարկել են փաստորեն։ Մենք պետք է պայքարենք մեր հերոսներին ազատել։ Շատ շնորհակալություն Վազգեն, որ գտնվում ես այսօր այստեղ։ Եվ ուզում եմ նշեմ, որ Վազգենը եւ ես այսօր միակը չենք, որ գտնվում ենք Հայաստանում, ունենք ընկերներ նաեւ տարբեր երկրներից, Լիբանանից, Ֆրանսիայից, որ գտնվում են մեր կողքին եւ առաջիկա շաբաթներում միանալու են նաեւ մեր հայկական վերածնունդի մյուս անդամները։ Եվ այսպիսով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը, շուտով կտեսնվենք։ Հաջողություն։ Հարգելի բարեկամներ, լսեցիք Վազգենին, լսեցիք Սյուզիին, հույս ունեմ, որ այսպիսի նոր խոսակցություններ, որ նոր է սկսում հնչել եթերից, մեր հայրենակիցները, որոնք գնում են Հայաստան եւ ինչպես են իրենց օրերը անցկացնում եւ ինչ կարծիքներ են հայտնում եւ ինչպես են իրենց դրսեւորում այնտեղ, այս նորությունը սովորական բան կդառնա մեր համար։ Անցնենք առաջ մեր օրվա երկրորդ թեմային։ Երկրորդ թեման այն է, որ օրինակ Վազգենն էլ ասեց, որ իշխանությունը եւ այլն, բարեկամներ, ուրեմն քայլեր արվում էին այս 20 տարվա ընթացքում իշխանափոխության, ինչ-որ եւ այլն, բայց հին մեթոդներով անելով կրկնում էին նույն սխալները, նույնիսկ հիմա էլ մարդիկ շարունակում են պնդել այդ հին մեթոդների վրա, բայց մենք բարեկամներ արդեն փորձառությունից ելնելով գիտենք, որ դրանք անիմաստ են։ Դրա համար արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարված է նոր ճանապարհ, որը զուգահեռ իշխանություն ստեղծելու ճանապարհն է եւ ժողովրդավարական իմաստով այն պիտի ստեղծվի, հետ ամրապնդվի եւ ներկայացվի, արդեն ընդունվի Հայաստանի բնակչությունի կողմից եւ երբ որ ընդունվի, նա արդեն իր ֆորմալ վիճակից կարող է դառնալ իրավական ղեկավար մարմին։ Առաջի քայլը դրա համար որոշված է հիմնադիր խորհրդարանի գաղափարը։ Հիմնադիր խորհրդարանը պետք է բաղկացած լինի 65 անդամից։ Մենք ամեն հաղորդումը մի քիչ այս թեմայով խոսում ենք եւ պիտի ամեն հաղորդումը խոսանք, որ մի քանի հաղորդումից հետո ամբողջացնենք եւ դուք ամբողջովին պատկերացնեք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այդ 65 հոգանոց հիմնադիր խորհրդարանը պետք է ընտրություններով անցնի, նախախորհրդարանը ընդամենը այն գործելակերպն է պատրաստել, որ բոլորը գան եւ մասնակցեն։ Նա չի վերցնելու իր ձեռքը, ինքը իրեն համար չի սարքել դա եւ ընդամենը 10-15% կամ 20% կարող է մաքսիմում նախախորհրդարանի անդամներից դառնան հիմնադիր խորհրդարանի անդամ։ Դռները լայնորեն բաց են բոլոր ակտիվ թե ընդդիմադիր անհատների համար, ես չեմ ուզում ասեմ կուսակցությունների, իրենց ղեկավարների, իրանք իրավունք չունեն մասնակցեն այն մարդիկ, որոնք փորձված են եւ արդեն վաղուց ապացուցել են, որ իրանք ոչ մի բանի պիտանի չեն, նրանք չեն կարող մասնակցել։ Նոր մարդիկ են պետք, որ առաջ գան եւ մենք իմանանք դրանով, թե ովքեր են մեր նոր էլիտան, նոր քաղաքական էլիտան պետք է իրար հետ ձևակերպենք, ձևավորենք։ Դրա համար ստեղծված է արդեն զուգահեռ իշխանություններից
դատական մարմին է արդեն ստեղծված, որը անունն է Արդարության Ատյան եւ ստեղծված է այլընտրանքային ընտրական հանձնաժողով։ Այսօր եկեք խոսենք ընտրական հանձնաժողովի մասին, քանի որ այդ հարցազրույցը, որ դες կներկայացնեմ, այնտեղ շատ հարցերի պատասխաններ է կա, թե ինչը ոնց պիտի լինի հիմնադիր խորհրդարանի համար։ Եվ այս հարցազրույցը վարում են Վարդան Գերավիթյանի հետ, նորից պատրաստված է դա նախախորհրդարանի լրատվական կենտրոնի կողմից։ Հարցազրույցը Վարդան Գերավիթյանի հետ է, որը հենց այլընտրանքային ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Ես խնդրում եմ դիտեք այդ եւ ծանոթացեք ինչպես պետք է ամեն ինչը լինի։ Խնդրեմ։ Իմ այսպես ասած վերջի տարիների ակտիվությունը սկսվել է 2008 թվականից, երբ որ ես բնակվում եմ այսպես ասած նորակառույց այդ հյուսիսային պողոտայի հարակից Տերյան փողոցի վրա, որտեղ կառավարության որոշմամբ 2007 թվականին որոշվեց, որ 3 շենքը, նաև դերասանների շենքը այսպես կոչված, որ ամբողջ մեր մշակույթը, կինոյի, թատրոնի այդ շենքում են բնակվել, սկսած Հրաչյա Ներսիսյանով, Ավետ Ավետյանով եւ այսպես ասած հայ համերգի շենքը։ Եվ այդ ժամանակ ծանոթանալով օրենսդրությանը, օրենքին, ես տեսա, որ օրենքը լրիվ այլ բան է ասում, կառավարությունը ուրիշ, եւ փորձեցի համախմբել բնակիչներին եւ դուրս եկա կառավարության դեմ։ Իսկ ամենաակտիվ, այսպես ասած, բանը եղավ, երբ որ այս Մաշտոցի պուրակում սկսվեց շինարարություն, ես եւ երևի 6-7 հոգի էինք, պատահական անցնելուց տեսանք եւ որոշեցինք, որ սա ինչ է կատարվում եւ պահանջեցինք ուրեմն պատասխան տալ, ոստիկանությանը ներգրավեցինք, այն ժամանակ դեռ համախմբված բան չկար, դա շատ կրեց մի քիչ տարերային բնույթ էր կրում, հետագայում այդ շարժմանը միացան նաև բնապահպանները եւ շարժումը կրեց արդեն լրիվ ուրիշ բնույթ։ Արդեն ամեն օր էինք գալի, բոլորս էինք գալիս եւ ինքներդ գիտեք, որ 90 օր մենք պայքարեցինք, իսկ ընթացքում ես մասնակցել եմ միշտ մեր քաղաքը նախաձեռնություն կա քաղաքացիական թե ծածկած շուկայում, թե Աքսի շենքի հետ կապված, որը ես ինքս եմ հենց սկզբից մինչև վերջ նախաձեռնել։ Ինչու որոշեցիք միանալ նախախորհրդարանի առաջարկած պայքարի ձևին։ Նախախորհրդարանի մասին ես իմացել եմ դեռ անցյալ տարի, մինչև դա ես շատ նացկացկատուր ինֆորմացիա ունեի, որոշակի շփումներ ունեի Սարդարապատ շարժման մասնակիցների հետ, որոնք նաև հետագայում հանդիսացան նախախորհրդարանի հիմնադիրներից, բայց ինչը վերաբերում է իմ այս պահին միանալը այդ շարժմանը, դա պայմանավորված է նրանով, որ ես զգացի, որ եկել է այն պահը, որ մարդիկ արդեն փորձում են խոսքից ուրեմն անցնեն գործի, եկել է այն պահը, որ ուղղակի հանրապետությունը հայաթափվում է։ Ես համոզվեցի, որ այս ամենը կատարվում է ոչ միայն հարստանալու, ոչ միայն չհասկանալու, այլ միտումնավոր։ Մեր բոլորիս պահանջը նա է, որ Հայաստանում լինի օրենքի գերակայություն, որ օրենքի առաջ բոլորը լինեն հավասար։ Բայց տեսնելով, որ դա չի ստացվում, չի լինում, որովհետև այն մարդիկ, որոնք իշխանության գլուխ են, նրանց դա բացարձակ չի հետաքրքրում եւ իշխանությունները անընդմեջ վերարտադրվում են նույն որակի, նույն տեսակի մեջ, ուրեմն առաջացավ մի գաղափար, որ նրա համար, որ չլինի զուտ հեղափոխական կոչեր, չլինի ինչ-որ տերորիստական կոչեր, այլ լինի քաղաքակիրթ տարբերակ, մենք որոշեցինք, որ եթե ժողովուրդը, մենք տեսնում ենք, որ ընտրությունները կեղծվում են, որ ժողովուրդը խոսում է դրա մասին, բայց չի կարողանում ինչ-որ մի բան անի, մենք հիմա ուզում ենք ուղիղ կապի միջոցով ժողովրդի հետ ստեղծենք հենց ժողովրդավարական, հենց ժողովրդի կողմից կազմավորած մի խորհրդարան, հետագայում եւ կառավարություն,
որը միանշանակ երբ որ կգա պահը, էլ չի ասի, ես գիտեք ինչ, ես քվեարկել եմ այսպես, բայց իրականում այսպես է ստացվել։ Նա որ գալիս է իր ձայնի տերն է կանգնում։ Ուրեմն երբ որ եթե մենք կկազմավորենք մեր ազգային, ուրեմն խորհրդարանը, հիմնադիր խորհրդարանը, կունենանք կառավարություն, կունենանք քվե տվող ժողովրդի ակտիվությունը, որոնք միշտ պատրաստ կլինեն տեր կանգնեն իրենց ձայնին, այդ ժամանակ եթե կլինի օրենքի խախտում եւ մենք փորձենք դա թույլ չտալ եւ եթե ոստիկանությունը փորձի գնա բախումների հրահանգով իրենց այսպես ասած տերերի, այդ պարագայում մենք պատրաստ ենք լինելու պատասխանել համարժեք adekvat եւ մինչեւ վերջ։ Մենք հնարավորինս փորձում ենք դա անել այս գործընթացը բաց մատչելի, որ մարդիկ ամեն ինչ իմանան, ոչ մի գաղտնապահություն չի լինելու եւ հնարավորինս ցանկացած քաղաքացու մաքսիմալ իր կարողություններին համարժեք ուրեմն գործողությունների հնարավորություն տալ, որ ամեն մարդ, եթե ուզում է ինքն առաջադրվել, ինքը վերցնում է շատ ավելի մեծ բեռ։ Դուք ընտրվել եք այլընտրանքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ինչու ներգրավեցիք այլընտրանքային ընտրական հանձնաժողովի կազմի մեջ։ Այնպես ստացվեց գործընթացը, որ առաջարկություն եղավ, որ ես դա գլխավորեմ, ես լինեմ, ես համաձայնեցի, որովհետև ես դա կարող եմ անել։ Եվ հիմնական խնդիրը նա է, որ եթե կլինի մեկ այլ առաջարկ, կլինի մեկ այլ մարդ, որ այդ բեռը ավելի լավ կտանի, ես սիրով դա կզիջեմ, մեր շրջապատում մարդիկ ոչ թե ձգտում են ինչ կոչումների, նախագահ լինեմ, չգիտեմ ով լինեմ, այլ ով ինչ կարող է անի։ Քանի անդամ ունի ընտրական հանձնաժողովը։ Ուրեմն այս պահին ունի 7 անդամ, բայց նախատեսված է 9, մենք ընթացքում կհամալրենք։ Ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու համար ինչ տեղ է խաղում մասնագիտությունը։ Մենք շատ տարաբնույթ մասնագիտություններ ունենք, այստեղ հիմնական չափանիշը եղել է մարդու աշխարհայացքը ինչքանով ավելի լայն է, ինչքանով ընդունում է նաև, այսպես ասած, ընդհանուր դրույթները նախախորհրդարանի եւ անցած ճանապարհը։ Ինչ մասնակցություն կարող է ունենալ շարքային հայ մարդը Հայաստանում թե Սփյուռքում այլընտրանքային մարմիններ ձևավորելու գործընթացում։ Ընտրական հանձնաժողով, հիմնադիր խորհրդարան, արդարացանացան։ Մեր շարքային քաղաքացին ցանկացածը նախ սկսեմ նրանից, որ կարող է ինքն առաջադրվել։ Այսինքն ցանկացած մարդ կարող է դառնալ նորաստեղծ խորհրդարանի անդամ, որը հետագայում կարողանա ուրեմն օրենքներ հրատարակել, մասնակցել ակտիվ ամբողջ համահայկական խնդիրների լուծման մեջ։ Մենք առաջարկում ենք, ասում ենք, դու պատրաստ ես տանել մի բեռ, որը դու կարող առնչվես թե ոստիկանության հետ, թե իշխանությունների, դու կարող ունենաս խնդիրներ, դու կարող ունենաս խնդիրներ, բայց դու փորձելու ես քո ուժերը ներդնես նոր Հայաստան ստեղծելու համար, նոր որակի։ Մենք ենք տերը մեր երկրի, մեր քաղաքի, մեր տան, մեր ընտանիքի եւ թույլ չենք տա ամեն մի պատահական ինչ որ քոչվորների, որոնք եկել են այս իշխանությունը զավթել են, որ նրանք մեզ պարտադրեն, մենք ոնց ապրենք, ինչ անենք։ Եվ եթե նրանք ժամանակին խելքները գլուխները չհավաքեն, մենք ստիպված կլինենք նրանց այլ կերպ դուրս հրավիրել։ Հարգելի բարեկամներ, ուրեմն այսօր մեր հաղորդումը ավարտում ենք։ Այս երկու թեմաները, որ մենք կարծրացեցինք, կարծում եմ դուք այս հարցազրույցները ներկայացված ընկալեցիք եւ միգուցե համամիտ եք։ Ձեր կարծիքները կարող եք զանգել եւ մեր հեռոսի համարով մեզ հայտնել, մեզ շատ հետաքրքրում է ձեր կարծիքը։ Մյուս հաղորդումներում մենք շարունակելու ենք այս թեմաները ավելի լայն եւ ավելի կոնկրետ շարունակել այն ձեզ ներկայացնել, բայց այսօր սրանով ավարտում ենք։ Բարի գիշեր։